Well, thank you very much for joining us in this Շնորհակալություն, session. որ It's called միացել եք Armenian մեզ այս Shift in նիստին։ World, and now we Վերնագին would like այսպեսին to է, invite Հայաստանը on փոփոխվող stage աշխարհում, Prime եւ հիմա Minister բեմ ենք of հրավիրում Armenia, Հայաստանի Nikol Հանրապետության Pashinyan. His վարչապետ Excellency, please Նիկոլ join Փաշինյանին, us ձեր հետ on stage. գերազանցություն, խնդրեմ համեցեք բեմ։ Thank you Շատ very much. շնորհակալություն, ձեր հետ գերազանցություն, ուրախ եմ ձեզ տեսնել։ Well, thank you Շատ very much շնորհակալություն well, first նախ coming to Պրահա Prague, and I գալու heard համար։ this is the first time Առաջին you անգամ եք participate մասնակցում in the GlobSec Globsec conference, the խորհրդաժողովին, որ 20th քննեցաք anniversary. 20-րդ Հոբելյանական The կոնֆերանսն է։ session, as you know, is Նիստը called ինչպես գիտեք, Armenia կոչվում է Shifting այսպես. World. Հայաստանը փոփոխվող The աշխարհում world is changing very աշխարհը շատ fast. արագ է Before we get փոխվում։ into Նախքան specific details, I wonder մանրամասներին if I could just հասնելը start ինձ by հետաքրքիր է։ a general Կարող եմ question ընդհանուր asking հարց you տալ from your ձեր perspective, when you տեսանկյունից, look երբ at the դիտարկում world եք now, այսօրվա is it a աշխարհը, more այն dangerous ավելի world? Is վտանգավոր it a more աշխարհ է, confusing ավելի world? շփոթեցնող Is աշխարհ է, it a world where the rules are աշխարհ է changing արդյոք, very որում fast? կանոնները շատ արագ են փոխվում։ I think nobody Գիտեք, ես կարծում եմ, experience ոչ ոք difficulties to answer to that question. այդ հարցին Unfortunately, պատասխանելու առումով the դժվարություն answer is չեր ունենա, obvious դժբախտաբար։ that, Իսկ պատասխանն ակնհայտ է։ unfortunately, on a daily basis, Դժբախտաբար ամեն world օր is getting more and more աշխարհը ավելի ու ավելի dangerous. վտանգավոր է And, դառնում։ but from the other side, it is the job of politicians Մյուս կողմից, սակայն, քաղաքական գործիչների to make a խնդիրն է and that's why փոխել now, իրավիճակը, and անել ինչ-որ բան, our որպեսզի government իրավիճակը փոխվի։ is Ոստի հիմա մեր concentrating կառավարությունը on կենտրոնացել է agenda in our խաղաղության region, օրակարգի ուղղությամբ, մեր տարածաշրջանի խաղաղության, քանի որ everyone is in search գիտեք, for security բոլորը nowadays, փնտրում են and, անվտանգություն մեր օրերում։ the reality is that only peace Իրականությունը այն է, որ is միայն able to խաղաղությունը secure, կարող է secure ապահովել security. So անվտանգություն։ that's why we are working Ահա թե ինչու մենք աշխատում ենք on this very important moment Մենք աշխատում ենք այս շատ to try to make կարևոր difference պահին, փորձում and to փոխել try իրավիճակը, to establish sustainable peace փոփոխության in հասնել եւ our region, մնայուն which is, հարատև first of all, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, our որը peace առաջին process with հերթին ասեմ, որ Azerbaijan. խաղաղության And you know that, we've been able Ադրբեջանի հետ to, խաղաղության մեր գործընթացն է։ Գիտեք, որ մենք կարողացել ենք negotiations on the ավարտին peace հասցնել agreement with Azerbaijan, and Ադրբեջանի now, հետ խաղաղության draft պայմանագրի of agreement is բանակցությունները եւ այժմ and waiting պայմանագրի to be տեքստի signed. նախագիծը And now we are in համաձայնեցված է, the process սպասում է of ստորագրման։ consultations with Azerbaijan, Ներկայումս how մենք to Ադրբեջանի get հետ to that քննարկում point, ենք, թե ինչպես and հասնենք to այդ sign, կետին and եւ further ստորագրենք, ratify, agreement, հետո and նաեւ we are on that վավերացնենք process. Hopefully պայմանագիրը։ we'll be Այդ able to գործընթացում do ենք that եւ հույս ունենք, as որ soon as possible. կկարողանանք դա The հնարավորինս message շուտ of անել։ Armenia Դուք now, when ասացիք, it որ comes to the region Հայաստանի specifically, ուղերձը will be հիմա one of տարածաշրջանում peace հատկապես and լինելու է security. Those are the goals խաղաղության that եւ you will կայունության be ուղերձ։ pursuing and that you Դրանք են want ձեր to նպատակները, see. You որոնց already ձգտում alluded եք to հասնել։ the outline of the Դուք peace արդեն նշեցիք treaty that you խաղաղության managed պայմանագրի to secure. նախագծի մասին, That was in որը March, of course. կարողացել The եք time goes ապահովել, դա by quickly. I wonder, մարտին էր։ however, Իհարկե from ժամանակն your արագ է perspective, are you անցնում։ Ձեր confident that կարծիքով, things are սակայն դուք moving վստահ in եք the right արդյոք, direction? որ Because ultimately the goal is to see ընթացքը ճիշտ implementation. ուղղությամբ է։ Ի You վերջո know, նպատակը կատարման հասնելն է։ the very fact that we Գիտեք, հենց այն փաստը, որ agreed մենք on a concrete draft, համաձայնեցրել ենք that կոնկրետ means նախագիծ, that տեքստի is նախագիծ, դա concrete նշանակում է, որ achievement. դա Of կոնկրետ course, it ձեռքբերում է։ needs to be Իհարկե implemented and անհրաժեշտ է դա նաև and in կյանքի general, կոչել, yes, I'm sure that we will շարունակելով go այս to that գործընթացը, ես point, ընդհանուր առմամբ այո համոզված եմ, որ because մենք we've been able հասնելու to ենք այդ կետին, քանի որ մենք to կարողացել ենք many things, and շատ there բաներ are անել concrete results, եւ concrete կան achievements. կոնկրետ By the արդյունքներ, way, կոնկրետ parallelly with ձեռքբերումների that, միջայլոց։ last year, Դրան we've զուգահեռ been անցյալ able with տարի մենք Azerbaijan to start the կարողացանք Ադրբեջանի delimitation հետ process սկսել of our border, and մեր now սահմանի only սահմանազատման approximately գործընթացը 12 եւ ներկայումս kilometers of the border սահմանի is մոտ delimited, 12 կիլոմետրը but there is a very important սահմանազատված է։ nuance, Արդեն մեկ many կարևոր people նրբություն were այստեղ very կա։ pessimistic connected with Շատ that. շատերը շատ հորոտես էին այդ հարցում։ And there were many doubts Շատ կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան
դա անել, սակայն այժմ մենք ունենք շատ կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետև ես սովորաբար ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված մասը անվտանգության երաշխիքներով տարածք է, և դա իրականություն է։ Ես կարգախոս եմ որդեգրել, ասելով չի լինի պատերազմ Հայաստանի Ադրբեջանի միջև, կլինի խաղաղություն։ Եվ դա իրականություն դարձնելու համար կոնկրետ ժամանակային հորիզոն դիտարկում եք, 25 թվականն արդեն կես է ընկել, 26 թվականին դա պետք է սպասել։ Գիտեք, կա որոշակի իրավիճակ, դուք գիտեք, որ Ադրբեջանը գործընթացը կապում է որոշ խնդիրների հարցերի հետ։ Դրանցից մեկը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես բանակցային հարթակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար և ընդհանրապես որպես բանակցային հարթակ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համար։ Եվ Ադրբեջանը առաջ է քաշում այդ մեխանիզմի լուծարման հարցը։ Եվ ընդհանուր առմամբ դա մեզ համար ընդունելի օրակարգ է, սակայն կա մի շատ կարևոր նրբություն։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ չի լինի այնպիսի հավանականություն, որ օրինակ հակամարտության էջը փակվի Ադրբեջանի տարածքում և հակամարտությունը արտահանվի Հայաստանի տարածք։ Ինչու գոյություն ունեն նման մտահոգություններ, որովհետև դժբախտաբար մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում սկիզբ է առել մի գործընթաց, որում ադրբեջանական որոշ շրջանակներ սկսել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 60%-ն անվանել Արևմտյան Ադրբեջան, որը շատ հավանական է, որ տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, բայց ինչպես ենք մենք պատկերացնում ելքն այս իրավիճակից։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և լուծարել Մինսկի խմբի կառույցները։ Ինչ վերաբերում է ժամկետին, ապա գիտեք, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ապահովել ամենը, ի նկատի ունեմ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Մինսկի խմբի մեխանիզմի լուծարումը նախքան այս տարվա վերջ։ Մենք առնվազն կփորձենք դա անել, այսինքն նպատակն է նախքան տարվա վերջ, 25-ի տարեվերջ ցանկանում եք դրան հասնել։ Այո, իհարկե։ Եվ այժմ շատ հստակ ուղեցույց ունեք, կամ պատկերացնում եք խաղաղության պայմանագրի ստորագրումը, որոշ խնդիրների լուծում, որոնք ծագել են կամ կարող են ծագել, նաև ժամանակային հորիզոնը մատնացույց արեցիք, բայց դա իհարկե Հայաստանի տեսանկյունն է, և շատ հստակ ասացիք, որ մենք խաղաղության պետություն ենք, խաղաղություն ենք ուզում տեսնել, բայց ձեր քննարկումների մեջ Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ ես գիտեմ, որ հանդիպեցիք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովի ընթացքում և քննարկելու ժամանակ ունեցեք, ինչքանով կարող եք բացահայտել առանձնազրույցների բովանդակությունը, բայց ինչ տպավորություն եք ստանում իրենց կողմից։ Դրական էր խոսակցությունը, մենք պայմանավորվեցինք, որ պիտի աշխատենք միասին այս թեմայի շուրջ, կան նրբություններ և իմիջիայլոց մենք աշխատում ենք այս ուղղությամբ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ դեռևս Ադրբեջանի հետ չունենք, բայց ունենք դիվանագիտական շփումներ, կոնտակտներ, և մենք աշխատում ենք, մենք փորձում ենք նրբությունները լուծել, պարզել։ Մեկ խնդիր էլ է Ադրբեջանը բարձրացնում, որը կապված է իրենց այն ընկալման հետ, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։ Գիտեք, մեր ընկալումն այդ խնդրի ինչպիսին է, խնդրի, որը բարձրացնում է Ադրբեջանը։ Նախ եւ առաջ մենք փորձում ենք դա ընկալել որպես Ադրբեջանի կողմից հնչեցվող անկեղծ մտահոգություն, եւ հենվելով այդ կետի վրա մենք
Ինչ արձագանք ենք մենք ցուցաբերում։ Մեր արձագանքն հետևյալն է, որ կա միայն մեկ կառույց, մեկ հաստատություն, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե Հայաստանի սահմանադրությունն ինչ է պարունակում եւ ինչ այն չի պարունակում։ Հայաստանի սահմանադրության մասին է խոսքը եւ բնականաբար դա մեր սահմանադրական դատարանն է։ Անցյալ տարի մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթը եւ դա սահմանազատման եւ սահմանագծման երկու կողմերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն էր եւ շատ կարևոր նշություն կա այստեղ։ Մի դրույթ կա, որի համաձայն Ալմաթայի 1991 թվականի հռչակագիրը այն հիմնարար սկզբունքն է մեր սահմանների, Ադրբեջանի սահմանների սահմանազատման համար։ Իսկ ինչ է Ալմաթայի հռչակագիրը։ Հռչակագիրը, որը ստորագրվել է նախկին խորհրդային 11 հանրապետությունների կողմից այն ժամանակ, երբ փլուզվում էր խորհրդային միությունը եւ երկու հիմնական իմաստներ ունի Ալմաթայի հռչակագիրը։ Առաջինը խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ երկրորդը խորհրդային հանրապետությունները, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ այն ժամանակ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Մեկ նշբություն էլ կա, որովհետեւ գիտեք, որ տևական է եղել հակամարտությունը։ Դրանից հետո 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը Ֆրանսիայի Եվրոպական միության մասնակցությամբ եւ ներկայությամբ որոշեցին ստեղծել որոշեցին լուծել երկրների միջև առկա խնդիրները Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Ալմաթայի հռչակագիրը նշանակում է, որ խորհրդային ժամանակների Հայաստանը անկախ Հայաստանն է նույն տարածքով եւ խորհրդային ժամանակների Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է նույն տարածքով։ Ուստի դրանից հետո հիմա վերադառնանք այն կանոնակարգին, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, մենք մեր օրենսդրության համաձայն կանոնակարգն ուղարկեցինք մեր սահմանադրական դատարան, որը պիտի որոշեր այդ փաստաթղթի համապատասխանությունը մեր սահմանադրությանը։ Մեր սահմանադրական դատարանը որոշեց, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Իսկ դա նշանակում է, որ իրավաբանորեն պարտադիր որոշման համաձայն, մեր սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մեր սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ կամ որևէ այլ պետության կամ հարևանի նկատմամբ, բայց կա եւս մեկ շատ կարևոր լուր, ինչպես արդեն ասացի, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այնտեղ արդեն իսկ նույն Ալմաթայի հռչակագիրը համաձայնեցված տեքստում նշված է որպես խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը։ Երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվ եւս մեկ շատ կարեւոր դրույթ կա, որի համաձայն կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը չունեն որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվս մեկ շատ կարևոր դրույթ կա, որի համաձայն կողմերից որևէ մեկը իրավունք չունի իր ներքին օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում չկատարելու համար
խաղաղության սույն պայմանագիրը։ Ուստի ինչ է իմ ասելիքը։ Երբ մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունը պարտավոր է այն ուղարկել Հայաստանի սահմանադրական դատարան։ Մենք երկու տարբերակ ունենք։ Սահմանադրական դատարանը կարող է որոշել, օրինակ, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Ուստի նույնիսկ չնայած որ մեր փորձագետներն ասում են, որ դա հավանական չէ, քանի որ մեր սահմանադրական դատարանն արդեն իսկ Ալմատայի հռչակագրի մասին որոշում կայացրել է, բայց դատարանը մնում է դատարան, եթե դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ պարագայում մենք ստիպված կանգնենք ընտրության առաջ։ Ես արդեն հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ։ Այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել այն։ Եվ վերջին մեկ բան, վավերացման դեպքում, այդ պայմանագրի մեր խորհրդարանում վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։ Ուստի ես ի նկատի ունեմ, որ եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, այդ մտահոգությունները փարատելու անմիջական երաշխավորված ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Եվ վերջին մեկ բան կներեք, Հայաստանը նույնպես ունի որոշակի մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ եւ այլն, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում։ Ինչու՞։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում այդ հարցը մեր պարագայում եւս լուծված է, որոշված է, ուստի մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ պայմանագիրը, որպեսզի լուծվեն բոլոր այդ խնդիրները։ Եվ պարոն վարչապետ, երկու շատ մանրամասնորեն բացատրեցիք։ Հուսամ, որ պարզ էր, որովհետեւ միգուցե չափազանց խրթին է, բայց դա նաեւ վկայում է այն մասին, որ կան բարդություններ, բարդ հանգամանքներ, նրբություններ։ Դուք ասացիք, որ կան նրբություններ սահմանադրության հետ կապված Ադրբեջանի, որոնք առաջ չեք քաշում, իրենք հնարավոր է ունեն նրբություններ կապված ձեր սահմանադրության հետ, եւ դուք բացատրեցիք, թե ինչպես տեղի կունենա այդ գործընթացը։ Ես ինչու եմ սակայն ժամկետը կարևորում։ Մի շարք վերլուծաբաններ առաջ են քաշել այն մոտեցումը, թե վատթարագույն սցենարը, որը կարող է իրականություն դառնալ, ուստի կարևոր է թափը պահպանել, եթե ձգձգվի եւ ստորագրումը տեղի չունենա, դա դժբախտաբար նախկինում անցյալում եղել է, այլ տարածաշրջաններում եւս, դա կարող է բերել նոր լարվածության, հրադադարի խախտման եւ արդյունքում չհասնեք նրան, ինչին ասացիք ուզում եք հասնել, այն է տևական խաղաղության։ Մտավախություն ունեք, որ դա կարող է իրականություն դառնալ, եթե ընթացք չլինի։ Ես արդեն ասացի, որ չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, լինելու է խաղաղություն։ Տեսեք, մենք կենտրոնացած ենք, մենք փորձելու ենք այն հունիսին ստորագրել։ Եթե դա չստացվի, մենք կփորձենք դա անել հուլիսին։ Մենք շարունակաբար այդ ուղղությամբ կաշխատենք եւ ի վերջո կստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ հաստատենք խաղաղություն, որովհետեւ խաղաղության պայմանագիրը, որը նշեցի, փոխադարձ ձեռքբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագետների։ Իմիջայլոց մենք արդեն իսկ ստորագրել ենք միջազգային առաջին փաստաթուղթը, իմիջայլոց վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը սատարեց Հայաստանի թեկնածությանը, որպեսզի Հայաստանը հյուրընկալի EPC Եվրոպական քաղաքական համայնքի մյուս
Գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Ոմանք ասում են, որ շատ դրանով կապվում է Եվրամիության հետ եւ շատ օգտակար է այդ ձևաչափը։ Այո, դա կարևոր է։ Հայաստանը սատարեց Ադրբեջանի թեկնածությանը, որ վերջինս հյուրընկալի նույն գագաթնաժողովը 2028 թվականին։ Ամենուր միշտ լինում են բազմաթիվ մարտահրավերներ։ Ինչը ակնհայտ է, կան բազմաթիվ մարտահրավերներ։ Բայց ասելիքս հետևյալն է. մենք արդեն իսկ հասել ենք մի կետի, որում մենք կարող ենք վստահ լինել, որ պատերազմ չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, կլինի խաղաղություն։ Դուք շատ պարզ ասացիք դա։ Եվս մեկ շատ հետաքրքիր հանգամանք կա, որը ցանկանում էի ցուցադրել, միգուցե ցուցադրենք կադրերի մեջ միջին միջանցքի գաղափարը, որը շատ լայն ենթակառուցվածք է, որը կարող է հարավ-արևելյան Ասիան կապել ընդհուպ մինչև Եվրոպայի հետ։ Էկրանին միգուցե նկարները ցուցադրենք, որը շատ հետաքրքիր եք համարում դուք, իհարկե գաղտնիք չէ, որ տարածաշրջանում հաղորդակցությունը բարդ է, որոշ առումներով անգամ գոյություն չունի որոշ տեղերում, պարոն վարչապետ, ինչու է սա ձեզ հետաքրքիր։ Եվ Գլոբսեքի համատեքստում ինչու է կարևոր, որ եվրոպական լսարանը դրա մասին իմանա։ Երբ մենք խոսում ենք տևական եւ մնայուն խաղաղության մասին, շատ կարևոր է որոշակի միջավայր ձևավորել, այսպես ասեմ, փոխկախվածությունների, փոխադարձ կախվածությունների, որի համար լավագույն գործիքը ենթակառուցվածքներն են, տնտեսությունն է, տարանցիկ ուղիներն են, տարանցման ուղիներն են եւ այլն եւ այլն։ Հայաստանի կառավարությունը այսպիսի նախագիծ է մշակել, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ։ Գիտեք, որ մինչ օրս մեր 4 սահմաններից 2-ն ամբողջովին փակված են։ Ի նկատի ունեմ Թուրքիայի հետ մեր սահմանը եւ Ադրբեջանի հետ մեր սահմանը։ Եվ այս առաջարկը, որը վերաբերում է այս առաջարկը վերաբերում է բոլոր կապակցվածության, բոլոր կապուղիների բացմանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, այդ թվում նաեւ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա կդառնար հերթական շատ կարևոր գործոնը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, եւ մենք քննարկում ենք եւ մենք ավելի լիարժեքորեն դեռ քննարկելու ենք այս նախագիծը մեր հարևանների հետ։ Դուք նիստը շուտով կավարտվի, բայց այս հարցը պետք է տամ, քանի որ դուք էլ նշեցիք։ Դուք ասացիք, որ միայն տնտեսապես շահավետ չի լինի, այլ կլինի նաեւ հարաբերությունները կայունացնող գործոն։ Թուրքիան նշեցիք։ Թուրքիայի հետ ակտիվորեն փորձում եք հարաբերությունների նորմալացման օրակարգ իրագործել եւ ինչ արձագանք կա Թուրքիայի կառավարությունից, որը շատ կարևոր դերակատար է տարածաշրջանում։ Վերջին տարիներին մենք կարողացել ենք բավական ակտիվ երկխոսություն ձևավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Մի շարք հանդիպումներ ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումները եղել են կառուցողական, տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք, բայց երբ 3 տարի առաջ Հայաստանը ուզում էր իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան որոշ հարցերի վերաբերյալ, մենք պետք է այդ մասին հարցնեինք երրորդ մի երկրի եւ հարցնեինք Թուրքիային եւ պատասխանը հետ բերեինք, բայց այժմ մենք ունենք ամիջական ամենօրյա կոնտակտ մեր հարևանների հետ եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը համոզված եմ, ի վերջո այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման եւ տնտեսական կապերի ձևավորման եւ այլն եւ այլն։ Իմ տպավորությունը եւ իմ կարծիքը հետեւյալն է.
Որտեղ ժամանակի հարց է։ Իհարկե, այս ամենը կապված է ընդհանուր տարածաշրջանային օրակարգի հետ, բայց ինչպես ասացի, մենք հավատարիմ ենք մնայուն խաղաղություն մեր տարածաշրջանում հաստատելու գաղափարին եւ մենք վճռական ենք մեզնից կախված ամեն ինչ անելու։ Իհարկե, մյուս կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի պատրաստակամությունը, ցանկությունը եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Կան որոշ նշբություններ եւ մենք պետք է ապահովենք արդյունք եւ այդ նշբություններին անդրադառնանք եւ ես համոզված եմ կարողանանք տանել։ Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն։ Բարդ աշխարհում դուք ձեր ուղերձը պարզ հաղորդեցիք, ուզում եք լինի հարաբերությունների նորմալացում, նորմալ դիվանագիտական հարաբերություններ եւ խաղաղության ուղերձով հանդես եկաք։ Շնորհակալ ենք ձեր ժամանակի համար եւ շնորհակալ ենք, որ եկաք Լոբսեք, հուսանք կրկին ձեզ տեսնել հաջորդ տարի, հաջորդ խորհրդաժողովին։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։